Արդեն անցնել այդ դրվագից եւ շարունակել ապրել այլ հարցերով եւ խնդիրներով։ Պարոն Խանդանյան, այս բարեվարկության հետ կապված, որ խոսեցիք, հիշեցի Լոնդոնում ուսանած Տիգրան Ավինյանի մեկ այլ հայտարարություն, ասում է, բան չենք, փափախով քուրչի ժողովուրդն էլ, հա, որ բան անեք, գաք խաբեք, իրանք էլ հավատան։ Սա ինչի մեջ է տեղավորվում այս արտահայտությունը, սա արդյոք վիրավորանք չի Հայաստանում ապրող այդ ազգային փոքրամասնության։ Ես կարող եմ, որ դա կարող է ընկալվել վիրավորանք եւ եթե անհրաժեշտություն կա ներողության։ Ես չգիտեմ Տիգրան Ավինյանը անդրադարձել է այս հարցին թե չէ, բայց մենք պետք է Չէ, նրանք միայն Նոբելի վառներին ասում են համբար եւ այլն մենք փորձենք մեր ձևակերպումներում ավելի զգույշ լինել, այդտեղ որևէ բան չեմ տեսնում էլ ես ասելու որ դա վատ է, այո, դա վատ է, պետք չի այդ արտահայտությունը անել։ Երբ որ առիթ լինի, այսինքն նա Հայաստանում ապրող քրդերին վիրավորել է Հիմա ձեր գործընկերը մի քիչ առաջ մի հատ ուրիշ ժողովրդական բաներ անում։ Ես դրան էլ անդրադառնալով ասացի, դե ժողովրդական ես չեմ լավ չմեկնաբանեմ, որովհետև կոնկրետ ազգությանը թիրախավորում, բայց մենք գիտենք, որ ժողովրդական խոսքը։ Պարոն Ավինյանի հետ երբ առիթ կլինի խոսել այն մասին, որ Հայաստանում ապրող քիչ թվով քրդերին թիրախավորել Իմ օրացույցը կնայեմ, հարմար ժամ եւ որ գտնեմ պարոն Ավինյանի հետ պայմանավորվեմ, անպատճառ ձեզ կտեղեկացնեմ այդ օրը։ Բարձրագույն արժեքին այսպես վիրավորել են եւ դուք պետք է դեռ օրացույցում ժամանակ փնտրեք պարոն Խանդանյան։ Չեք կարող օրինակ այսօր ընդմիջումն օգտագործել եւ ընդմիջման ժամը օգտագործեցի, արդեն 2:20-ից 2:50 եւ պատասխանեցի ձեր հարցին։ Կամ էլ փապ չգնաք, օրինակ Չէ, չեմ կարող էլ փապ չգնալ, որովհետեւ դա իմ սոցիալական կյանքի մի մասն է, որից ես նաև հաճույք եմ ստանում։ Գերիների հետ կապված օրինակ Ռուբեն Վարդանյանի ուղերձի այդ օրը գնայի կա մեր կյանքի բոլոր օրերը ցավոք սրտի վերջի տարիներին ինչ որ բացասական բաներով են ուղեկցվում եւ մենք նաև ապրում ենք, ինչպես եւ դուք եք ապրում եւ չենք կարող մենք անընդհատ տարբեր թեմաների հետ մեր գործողությունները համապատասխանեցնենք։ Դե բայց կարելի է չէ, երբ որ ինչ-որ հանրային մտահոգություն կա, գոնե այլ զուսպ հանրային մտահոգություններ ամեն օր կան Հայաստանում արեք։ Կենսական հանրային փապ գնալը կամ այնտեղից ֆոտոներ հրապարակելը։ Հա, այսինքն ձեզ համար օքեյ է, որ մենք փապ ենք գնում, օքեյ է ֆոտո հրապարակել։ Դե եթե փապ գնալը որևէ կերպ հնարավոր չի կանխել, գոնե ֆոտոները չհրապարակեք հանրային։ Մենք ուզում ենք նաև մեր այդ գործողություններում թափանցիկ լինել հանրության եւ Հիմա հնարավոր է գոնե առաջիկա փապ գնալու ժամանակը ծախսեք պարոն Ավինյանի հետ խոսելու համար Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության հետ չեմ խոստանում ձեզ։ Շնորհակալություն, պարոն։